Բարև բոլորին, ես Ալեքսն եմ, այսօր ես պատմեմ Սանտա Կլաուսի մասին։ Սանտա Կլաուսը, Կլաուս Նիկոլաուս անվան կրճատ տարբերակն է։ Սանտան լեգենդային, ֆոլկլորային, դիցաբանական, գեղարվեստական պատմական հերոս է։ Այն ստեղծված է Սուրբ Նիկողայոս իրական անձի վրա։ Նիկողայոս հրաշագործ, Նիկողայոս կանչելագործ կամ Նիկողայոս Միրնացի։ Այս անուններից մեկը դուք գոնե պետք է լսած լինեք այս պատմության դասագրքերից։ Պատմության մեջ շտակվող այս մարդը նշանավորվել է իր բարությամբ։ Ծնվել է 3-րդ դարում 270 թվականին այն ժամանակվա հունական Վաթարա քաղաքում։ Երիտասարդ տարիքում դարձել է քահանա, հետագայում ձեռնադրվել եպիսկոպոս։ Նիկողայոսը ծնողներից մեջ ժառանգություն էր ստացել, եւ այդ ժառանգությունը նա բաշխեց կարիքավոր մարդկանց միջև։ Նա ամեն դեկտեմբերին երեխաներին նվերներ նվիրում։ Մի քանի դեկտեմբեր անց երեխաները սկսեցին գալ եւ նրանից նվերներ խնդրել։ 350-ական թվականների ավանդույթը որոշակի փոփոխություններով հասավ մինչև մեր օրեր։ Նիկողայոսը շատ էր օգնում կարիքավոր մարդկանց։ Մի անգամ մի ազնիվ աղքատ մարդ իր աղջիկներին ուզում էր ամուսնացնել, բայց օժի չուներ, որպեսզի նրանց տար։ Այս ամենի մասին Նիկողայոսը իմանալով ամեն գիշեր տխնելույզից մետաղադրամներ էր նետում։ Այս մասին կարիքավոր մարդիկ իմանալուց հետո ամեն գիշեր իրենց վառարանների մոտ գուլպաներ են կախում, եւ Նիկողայոսը տներով անցնելով տխնելույզից մետաղադրամներ էր նետում։ Եվ այդտեղից էլ առաջացել է այն ավանդույթը, որ մենք ամեն նոր տարի պատուհանից կամ վառարանի մոտ կախում ենք գուլպաներ։ Նաև այս ավանդույթը կապված է տխնելույզից նվերներ նետելու հետ։ 1931 թվականին Coca-Cola ընկերությունը հիմք ընդունելով այս պատմությունը ընտրեց Սուրբ Նիկողայոս կերպարը, կրճատեց նրան եւ դարձրեց Սանտա Կլաուս, եւ փոփոխությունները մտցրեց նրա արտաքինի մեջ։ Սամբոլ Հիլդենը նորտես տվեց Սուրբ Նիկողայոսին։ Նա նրան մի քիչ գիտացրեց, կարմիր շորեր հագցրեց, եւ սպիտակ մորուք ավելացրեց։ Ահա եւ այս կերպարով ամեն տարի նա գալիս է եւ մեծ նվերներ է նվիրում։ Նիկողայոս կանչելագործը համարվում է քրիստոնեության ամենանշանավոր եւ ամենաբարի մարկանցից մեկը։ Դուք նրա պատկերը կարող եք տեսնել Արցախի Դադիվան եկեղեցու պատերից մեկի վրա։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Թող գարիկ տարին բարություն ու խաղաղություն բերի։ Նոր տարվա գիշեր։ Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր։ Ու նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր։ Թե կան դատարկ համր տներ, մանկան ճիչով թող լցվեն։ Ով փնտրում է սրտանց մեկին, հանկարծ գտնի այս գիշեր։ Թե կան լացող տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր։ Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր։ Թե կան սրտեր չար նախանձով դառնան բարի ու ներող եւ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր։ Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող կան այս գիշեր։ Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր։ Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն եւ երջանիկ սպասումով բոլորն արփեն այս գիշեր։ Թե աշխարհում պանդուխներ կան, թող տուն դառնան այս գիշեր։ Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր։ Այսօր այսքանը, դեսետ էր Ալեքսը։